Արդեն 5 տարի է մեզ այս ցավը տալիս, մեր ընտանիքից էլ են մասնակցել բոլորը, անխնդիր իմ համար ցավ է, մեր խաղաղությունը սրա համար չէր, մինչև այսօր էլ խաղաղություն չունենք, իմ որդին ճիշտ է 24 թվին է մահացել, մեր հայի ձեռքով, ոչ թուրքի, մեզ սենց խաղաղություն պետք չի, եթե խաղաղություն սահմանին պիտի լինի, բայց օրական երեխա սպանեն տան ծնողին, դա խաղաղություն չի, մենք այս խաղաղության չենք ուզում, այս 5000 երեխեք ու նրանց մայրերն ու հայրերը տառապելով, ու սա ամբողջը չի, գյուղերում 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի, անթիվ, անսահման, մենք չենք ուզում այս խաղաղությունը մեր Արցախն էր, մեր երկիրն էր, մեր Արարատն էր, մեր արևմտյան Հայաստանն էր, մեր տղերքը նրանց համար այրուն թափեցին, էլ ինչի համար էր սա պետք, ոչ մեկի, իմ որդուն հենց հայն սպան է, մեր հրամանատարը, ես չեմ վախենում ասեմ, Անդրանիկ Ղազարյանն է, թող նա ուշադիր լսի, որ նրա հայրը այս երեխաների հետ պաշտպանել է այս հողը, իմ որդու հայրը, եթե պարոն Փաշինյանը լսում է կամ Պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը լսում է, մեզ խաղաղություն պետք չէր այս գնով, իմինը այս գնով, գոնե այս գնով մեր հողերը լինեին, մեր Արցախը լիներ, մեր Հայաստանը լիներ, մեր ամբողջականը լիներ, եթե 2 տարի սահմանում զինվոր չի մահանում, դա չի նշանակում, որ ամիսը մեկ պիտի զինվոր սպանեք տակ ծնողին։ Փաշինյանը նման հայտարարություն էր արել։ Դա մեզ պետք չի։ Մենք մեր հայրենիքը գույնը մեր արունով պահած այս անմեղ 18 տարեկան երեխեքին, որ թողի հրամանատարները պոստերին փախան, եկան, մնացին այս 5000 երեխեքը փլատակների տակ, հողերի տակ ու իրանք եկել են ստեղ հիմի նորից բանակ են կառավարում, երեխաներին սպանում են, տալիս են իրանց ծնողներին։ Ինչի համար։ Չենք ուզում։ Եթե չի կարում կառավարի երկիրը, եթե պաշտպանության նախարարությունը չի կամ, այսինքն մի հատ երեխա սպանում եք, տալիս եք ծնողին, ասում եք խաղաղություն, մեզ պետք չի այդ խաղաղություն, խնդրում եմ ձեզ, թող նայեն, որ տեսնեն, ես այն ծնողն եմ, Գրիգորյան Նարեկի ծնողն եմ, որ 10 ամիս ծառայել է, շատ լավ օրինակելի զինվորայել է, կարգապահական, նրան կախեցին վաշտում ու տվեցին ինձի, իա հրամանատարը, ու այսօր 10 ամիսը հլը նա ծառայում է Բերդ համայնքի Զորամասում, այն հրամանատարը, որ այս երեխեքին ծախեց, խաբեց, սպանեց, եկավ հասավ նորից հիմի ծառայության մեջ է։ Ինչ է կատարվում ըստ մեր բանակում։ Մեր բանակում բարդակ, բանտ, այսինքն եթե զինվորը գնում է բանակ ծառայելու ու նա լինում է չասնայող, դա չի կարա բանակը այն վախտեր, որ ճիշտ է ցորենով էին ապրում, բայց հրամանատարին տենալով վախենում են, կանգնում են իրանց պոստին, ոչ թե հիմի հրամանատար, երեխա, զինվոր, ծառայության ընթացքում էլ խմում են, էլ ինչ ասես անում են։ Թող մի հատ կառավարեն իրանց բանակը, նոր խաղաղության մասին խոսան։ Թուրքը ով է թուրքը։ Մեր երեխեքն են սրանք։ Մեր երեխեքն են, մեր ամբողջական են, որ տվեցինք հայրենիքի համար, թուրքը չի կարա մեր բարեկամը լինի եւ հարևանը։ Թուրքը մնում է թուրք, ընկած տեղում նա թուրք է։ Երբ որ հլնի քո վիզը կկտրի վրիցդ։ Ուրիշ ոչ մի բան։ 8092-ին ենք տվել։ Հələ 5000 մենք բերանով ենք ասում։ 5000-ի հետ մահացել է մայր եւ հայր, 10000 հոգի, չկանք մենք, գոյություն չունենք երկրում։ Ինչի՞ սա պետք երկիրը առանց իմ երեխա։ Ոչ մեկին, իմ այս երկիրը ինձի պետք չի, որի համար ես դողում, ես սարսափում էի, որի համար համ ամուսին եմ ուղարկե, համ եղբայր եմ ուղարկե 18 տարեկան փրկելու համար։ Ինչի համար է պետք մեր հայրենիքը։ Պետք չի ինձի, չեմ ուզում սենց հայրենիք, քո խաղաղության հայրենիքը չեմ ուզում։ 30 տարի թող ցորենով ապրեինք ու ամեն ինչով։ 30 տարի հետո թող ամեն ինչ լիներ, բայց ոչ սենց։ Ոչ օրական զինվոր սպանեք, ասեք, գիտեք ինչ կա, երեխան չի գնում բանակ ինքնասպան լինելու համար։ Երեխան գնում է ծառայի հայրենիքի պետք գալու համար, որ եկուս միսօր թուրքի վիզը կտրի։ Այո, մենք պատրաստ ենք թուրքի վիզը կտրելու մեր Արցախի ու մեր հայրենիքի համար։ Մեր Արցախի համար են ընկե։ Մեր հայրենիքը, ասվում է, հայրենիքը սա է, հայրենիքը սրանք են։ Այս երեխաներն են, որ իրանց արյունը չեն խնայե, տվել են մեր Արցախի ու մեր պետության համար։
Բարի լինեք, գոնե հիմի մի հիշատակեք, որ մեր հայրենիքը 29,000 չեղած հայրենիքն է, սա էլ չենք ուզում։ Գոհ ենք եւ շնորհակալ ենք։ Մեր երեխաներին ողջ եղե առողջ տվեք մեզ։ Չէ դուք գնացեք, պաշտպանեք այդ հայրենիքը։ Մեզ պետք չի։ Մենք ցամաք հասել որտեղ լինի կապրենք։ Մենք հայ ենք, մենք ուժգին ենք, մենք կարողանում ենք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Սա ինչ է, սա սարսափ է։ Գյուղերում սարսափ է, սենց սարսափ է, օրական զինվոր արթնանումա ծնողը, որ ինչի համար իմ որդուն, իմ ինուճար որդուն սպանեցիք, տվեք ինձ ու ոչ մի բան իմի, 10 ամիս է ոչ մի բան, կորզում են, խի պտի ռազմականին կորզում են, փակում են, ռազմականում է մահացեմ տղեն, որ հիմի քցեն խեղ զինվորի վրա, փակեն գնա, ինչի համար, չի գնալու զինվորը կոտորվի, իմ տղու համար զինվոր չի գնա, գնալու է հրամանատարը, որ հիմի ծառայում է Բերդում Անդրանիկ Ղազարյանը, չի գնա, ես նրան կսպանեմ, նա թուրք է իմ համար, վերջ, որ մի մարդ թողել է իր երեխային, սպանել է, ուրեմն նա թուրք է, թուրքերը թող գնան մեր Հայաստանից, պետք չի մեզ, մենք սա էլ կպահենք, մենք ուժգին ենք, մենք աշխատասեր ենք, մենք ամեն ինչ ենք, չի կարելի, Մասիսար չունենք, Արարատ չունենք, Արևմտյան Հայաստան չունենք, մենք ամեն ինչ ունենք, մեր պապերն են ընկել նրանց համար, մեր որդիներն են ընկել նրանց համար, մեր 8000 մարդիկ են ընկել նրանց համար 92-ին, ինչի համար, սա ինչ է, սա հայրենիքի համար տված մարդիկ չեն, խի, ինչի համար, ղեկավարում եք, նորմալ ղեկավարեք, չեք կարում ղեկավարեք, գնացեք ով ուզում է թող գա ղեկավարի, մի սպանեք մեր երեխաներին, դուք ասում եք 5,000 չի, հաշվեք ծնող և հայր, և նրանց ամբողջ շրջապատն ու հարազատները, այսօր 10 ամիս է իմ հետ իմ հարազատները սգում են, 10 ամիս է, ինչի համար, խաղաղ պայմաններում չէր իմ երեխան, ու այս տարի խաղաղ պայմաններում 5 զոհ արդեն չունենք, ձեր կողմից սպանված, գնացեք ձեր բարդակ, բանտ, բանակը ղեկավարեք, չեք կամ ղեկավարեք մի այսօր էլ իմ ընտանիքում 3 հատ զինվոր ունեմ, հենց հիմի ծառայում է հանուն հայրենիքի համար, ամուսինս, տեքրս և նրա տղան, շուտով մեկն էլ կգնա ծառայության, չեմ վախենում, չենք կարա զենք բռնենք, թուր կբռնենք, ամեն ինչ կբռնենք մենք ուժգին ենք, մենք կարանք, այս երեխաներով, նրանք 18 տարեկան են, չվախեցան մեր համար, խի պտի մենք վախենանք, ինչից եք վախենում թուրքից, թուրքը ով է, թուրքը նախ մեզ չի հարգես, սկսենք դրանից, նա ոչ մի սանտիմետր բացի Ջաբրայիլից չի վերցրել, մենք հանձնել ենք, մենք մեր հողերը տվել ենք, մեր հողերը 92-ին անգամ ատրճանակ չունենք, որ կրակենք, բայց մենք հաղթեցինք մեր ոգով, թողեիք, թող հաղթեն, զոհվել էին, մենք էլ կզոհվեինք, մենք էլ կզոհվեինք, մենք էլ կգնայինք, կզոհվեինք, ծնողներն էլ կգնային, գոնե կպահեինք այն արյունոտ հողը, որ գոնե կհպարտանայինք այս տղաներով, ուրիշ ոչ մի բան, ես շնորհակալ եմ բոլորիս, շնորհակալ եմ, խոնարհվում եմ մեր տղաների, մեր պահող բանակը տղաների, մեր չգիտեմ, կան հրամանատարներ, կան գեներալներ, որ հիմի էլ ուժգին են, կայուն են, բայց ոչ բոլորը, մենք հաղթական ենք, մենք հաղթակած Հայաստան ենք, մենք չենք կարող պարտվել, մենք պարտված չենք, թող թուրքը չուրախանա, որ մենք պարտված ենք, չենք կարա մենք պարտվել, նայեք ինչքան հզոր են ու գեներալ են, բոլորը, ու հիմի էլ կանք ու պիտի մնանք, ու պիտի դեռ շատանանք, Մասիսն էլ ամերը, Արարատն էլ ամերը, Արևմտյան Հայաստան ու դեռ Արցախն էլ ամերը լինելու, ու վերջ, թող իմ որդու սպանողին էլ, կամ իրանք կտանեն գդատեն, կամ ես կսպանեմ, իրանք գիտեն արդեն դա, ինձ հետաքրքիր չի, ինձ պետք չի Հայաստան առանց իմ որդու։